Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Երեխային կոնտրոլի տակ ապահում, այսինքն մի քիչ սանձերը կարճ ապահում, որպեսզի երեխան իր աչքի առաջ լինի եւ դրանով իսկ զրկում նրան հետագայում կյանքում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից։ Համեմատած այսօրվա իրականությանը, ինչ որ ես տեսնում եմ, բավական շատ ինքնուրույնություն են իմ մեջ են սերմանել եւ շարունակաբար հետեւողականորեն դա ոնց որ պահանջել են նույնիսկ ինձանից եւ դա կարծում շատ կապված է նաեւ վստահության հետ եւ այսօր ես շատ շնորհակալությամբ եմ նայում հետ եւ ծնողների շնորհակալ եմ այդ ինքնուրույնության համար։ Որոշումները ենթադրում են հետևանքներ, հետևանքը ենթադրում է ստրես նույնիսկ մեծահասակների մոտ, հետևաբար այո, որոշումների ու այդ ընտրության չափը պետք է մեծանա երեխայի տարիքի հետ համապատասխան։ Ինքնուրույնությունը երեխային տալիս է բարձր ինքնագնահատական որոշումներ կայացնելու կարողություն, հեշտորեն երեխան ինտեգրվում է ցանկացած միջավայրում եւ առհասարակ ցանկացած դժվարություն կարողանում է հեշտությամբ լուծել, ելք գտնել առանց որևիցե մեկի օգնության, իր խոսք ունեն մեկ կշիռ։ Լսել եք 3 տարեկանի ճգնաժամի մասին։ Մոտավորապես այդ տարիքում է, երբ երեխաները սկսում են գիտակցել, որ ոչ թե մայրիկից անբաժան մասնիկ են, այլ ինքնուրույն միավոր ու միանգամայն ունակ են միայնակ անելու շատ գործողություններ։ Նրանց ամենասիրած արտահայտություններից են ես անեմ, ուզում եմ, կարող եմ, ես։ Նայում ես այդ տարիքի երեխաներին ու ակամա հմայվում, ինչ ինքնուրույն են ու համարձակ։ Բայց հետո ինչ-որ բան է կատարվում ու անկախության ձգտումով այդ փոքրիկ մարդուկներից շատերը դադարում են դրսևորել նախաձեռնողականություն, ինքնուրույնություն։ Ինչն է որոշ երեխաներին դարձնում ինքնուրույն, ինչպես է ձևավորվում ինքնուրույն անհատը, ինչու է կարևոր լինել ինքնուրույն ու դեռ մանկուց մասնակցություն ունենալ սեփական կյանքին վերաբերող որոշումներին։ Ծնողական ժողովը սկսված է, միացեք։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Փորձենք վերլուծել, արդյոք ինքնուրույնությունը մի բան է, որ կապված է մեր բնատուր, բնավորության, խառնվածքի տեսակի հետ, թե այնուամենայնիվ ինքնուրույնությունը միջավայրն է ձևավորում, ծնողներն են տալիս պարարտ հող, որ երեխան ինքնուրույն դառնա, թե այնուամենայնիվ տեսակներ են դրանք, ինչ եք կարծում։ Ինքնուրույնության զարգացման առաջին օղակը հանդիսանում է ընտանիքը, հետագայում մանկապարտեզը եւ դպրոցը եւ հենց ծնողից է շատ բան կախված, թե արդյոք երեխան կվենցանա ինքնուրույն թե ոչ։ Այն ծնողները, ովքեր հաշվի են նստում երեխայի կարծիքի հետ, թույլ են տալիս, որ երեխան ձախողի, երբեմն սխալվի եւ ցույց են տալիս, որ դա նորմալ է, կարծում եմ այդպես ավելի ճիշտ է լինում երեխայի ինքնուրույնության զարգացման этаպները։ Ինքնուրույնությունը նաեւ բնազդային հատկանիշ է, երեխան դեռ ծնված օրվանից է ձգտում ինքնուրույնությանը, օրինակ փոքրիկի ոնց է փորիկի վրայից փորձում մեջքի վրա շրջվել ինքնուրույն կամ ինքնուրույն նստել եւ այլն։ Դրանք վաղ դրսեւորման շրջանն է, որի ժամանակ ծնողները պետք է չխանգարեն ուղակի։ Ու այդպես շրջան առ շրջան պետք է կողքին լինեն եւ վստահեն։ Երբ որ մենք խոսում ենք երեխայի դաստիարակության մասին, երբ որ մենք խոսում ենք ծնողավարության մասին, կարծես թե կենտրոնում երեխան է, երեխայի պահանջմունքներն են կարևոր ցանկությունները, բայց իրականում ծնողը եւս իր պահանջմունքները իրականացնում է երեխայի մասին հոգ տանելու միջոցով։ Ես հիշում եմ մի օր, երբ որ ես իմ աղջկան դրեցի լյուլկայի մեջ եւ քնեց ու շատ զարմացա, մի պահ ուրախացա, բայց մի երկու օր հետո հասկացա, որ չէ, բայց ես ուզում եմ իրան ին ձեռքին գրկած քնացնեմ։ Եվ գիտակցում եմ, որ դա իմ կարիքն է իհարկե, որտեղ ինքը շատ հանգիստ քնում էր մենակ, բայց ես կարիք ունեի այդպես հանգստանալու։ Վախերը, որ երեխան ինքնուրույն չի դառնա, դրան ես ճիշտ ասած այդքան չեք հավատում։ Ոչ թե չեմ հավատում, այլ բնականon կերպով եմ թողնում, որպեսզի երեխան դառնա ինքնուրույն, հենց կենցաղում, այսինքն մանավանդ երբ որ տեսնում ես, որ երեխան, երբ որ իրեն պետք է 1 վայրկյանում հանվում է, հագնում է շատ բարդ հագուստ, եթե օրինակ աղջիկս ուզում է բալետ բարի, ես չէի հավատում, որ ինքը շատ փոքր ժամանակ ամբողջ այդ հագավ, պատրաստ եկավ ու ես ապշեցի, որ ոնց, բայց երբ որ ես ասում եմ հագնվի, ասում եք ես չեմ կարող, բայց ես երբևիցե գիտեմ, որ սիրում եմ օրինակ իրանց հագցնել, ես սիրում եմ իրանց լիվացածնել, չգիտեմ, սանել են ամեն ինչը, որ տեսնում եմ օրինակ ընկերներից երեխաները 2 տարեկանից ամեն ինչը ինքնուրույն զարմանում եմ, բայց երբևիցե չեմ ունեցել այդ
զգացողությունը, որ այ իմ երեխաները ինքնուրույն չեն։ Միևնույն ժամանակ երբևիցե չեմ խառնվել, երբ որ ասում են մամա այն երեխային ասա իր խաղալիքը ես վերցնեմ կամ մամա այս մեկը ինձ նեղացնում է, երբևիցե չեմ խառնվել, այսինքն այդտեղ ինքնուրույնությունը իրոք կարևորել եմ, որովհետև միշտ ասել եմ գնա հարցերդ լուծի, ես քեզ խորհուրդ ընդհանրապես կարող եմ տալ, ինչպես վարվես, բայց քո փոխարեն եւ տղայիս եւ աղջիկաս երկուսն է գիտեն, որ կամ ասել եմ մեկը մյուսին կարեք օգնեք ձեր հարցերը լուծեք։ Իմ տղայի պարագայում ինքը շատ շուտ սկսեց ինքնուրույն ամեն ինչ անել, թե դպրոց գնալ, թե մետրո նստել, թե տաքսիով ինքնուրույն երթևեկել, ինձ կողքից ուրիշ մամաներ զարմանում էին եւ ենթադրում եմ, որ նաև մեղադրում են, չէ, մի քիչ հնարավոր է, որ մեղադրում են, որ ոնց էս երեխային թողնում ինքը մենակ տենց գնա գա բան փոքր է։ Ինչ վերաբերում է կենցաղային ինքնուրույնությանը, մեր տանը դա կա էլի առկա է։ Սոցիալականի հետ կապված, որպես խորհրդատու ես շատ ներկա եմ իմ տղայի կյանքում, պահեր են լինում, որ ես շատ եմ սենց սեղմում, ես արա այն, հետո ինքս ինձ ես փորձում եմ կոնտրոլ անել, էլի վերադառնալ, որ լավ հանգստացի, մնացածը թող ինքը որոշի։ Այդ բալանսը շատ դժվար է իրականում պահել, էլի մենք բոլորս հիմա կարող ենք ներկայացնել, որ մենք էս գիտենք, ճիշտը գիտենք, թեորիան գիտենք, բայց պրակտիկայում այդ բալանսը պահելու պահերը դա դժվար է, բայց դա էլ արդեն ծնողի աշխատանքն է ինքը իր վրա։ Եթե մեր միջավայրի, մեր ազգային մենթալիտետի մասին խոսենք, ինքնուրույնության որ ձևերն են, որ խրախուսվում են, կամ գուցե կա տարբերակ, որ մեր միջավայրը, մեր ազգային առանձնահատկությունները կանխում են երեխայի ինքնուրույնության դրսևորումները, չգիտեմ ինչպես է դուք մտածում, թե տղա։ Այո, դա էլ մեզ դեռ։ Եթե մենք նայենք 90-ականներից առաջ սովետական միության սիստեմը ոնց էր, դու ծնվում ես, մեծանում ես, դպրոց, ինստիտուտ, որ դառնաս մասնագետ։ Սա ես հիշում եմ իմ ընդունվելու տարին դա համընդհանուր բոլորը այդ են ասում, տնտեսագետապետ դառնալ, տնտեսագետները լիքը փող են աշխատում։ Դա մեր մենթալիտետային խնդիր է, որը զուտ հայկական չի, դա սովետական բան է, որ ոչ թե ուզում եմ հետաքրքիր է կամ նախասիրություն է, այլ ընտրվում է ըստ ինչ-որ սոցիալական ցուցանիշների, որոնք որ թվեր են, որոնք այս պահին են ճիշտ։ Նույնիսկ հաշվի չի առնում, որ այդ համալսարանը 4 տարի պետք է սովորես ու 4 տարի դու չգիտես ինչ է լինելու։ Խիստ անհամեստ կհնչի, եթե հայտարարենք, որ ծնողները երեխաներին ուղղված իրենց բոլոր քայլերն անում են գիտակցված ու հաշվարկով, թե ուր կտանի այս կամ այն քայլն ապագայում։ Առօրյա հոգսերը, առողջական, ֆինանսական հարաբերություններում առկա խնդիրները ժամանակի սովը հաճախ ստիպում են որոշ բաներ անել մեքենայաբար։ Իդեպ երբեմն մենք դա զգում ենք շատ հստակ։ Այդպիսի պահերին է, որ մենք ունենում ենք մեզ կողքից տեսնելու մեծ ցանկություն։ Ծնողական ժողովի թիմը որոշել է օգնել մի խումբ պատահական անցորդների տեսնել իրենց ծնողավարությունը կողքից ու անձամբ գնահատել իրենց ընտրած ծնողավարության սկզբունքները երեխային տալիս են ինքնուրույն մարդ դառնալու հնարավորություն, թե ոչ։ Հիմնականում փորձում եմ ներգրավել եւ երբեք այս պահին 8։ Թողում եմ իրենք կարծիք կազմեն, որոշում կայացնեն եւ նաեւ ես, այսինքն 5, 10։ Երևի 8։ 10-ը, քանի որ նրանք դեռ անչափահաս են, այդ պատճառով ես հաճախ եմ ներգրավում նրանց կայացրած որոշումների մեջ։ 10 բալային միավորով։ Կգնահատեմ 5, հիմնականում փորձում եմ թողնել, որ ինքը ինքնուրույն կարողանա իր հարցերը լուծել։ Այլի 5, որովհետեւ ասում եմ, որոշեք դուք ինքներդ կարող եք ձեր հարցերը լուծել, եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով չեք կարողանում տակից դուրս գալ, նոր այդ դեպքում դիմեք ինձ։ 5 2։ Ինչու՞։ Որովհետև իր ապագայի համար այդ ավելի լավ է, ինքը կփորձի իր խնդիրները մենակ լուծել։ 1 այդ դեպքում։ Տվյալ հարցը գնահատում եմ 8։ Հա, 2, հիմնականում, քանի որ ինքը ինքնուրույն է, կարողանում է քայլել, ինչ պետք է ինքը ուզում է։ 8, որովհետև շատ ժամանակ իրանք թամվալություն են անում։ 1 7։ 1 չեմ կատարում, այնինչ իրենք կարող են ինքնուրույն կատարել, թողնում եմ իրենց վրա։ 1 Իհարկե, դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետքա լինի ինքնուրույն։ Իհարկե միանշանակ։ Իհարկե, այո։ Այո, իհարկե։ Քանի որ այս կյանքում ամեն ինչ անսպասելի է, տարբեր երևույթներ, դժվարություններ, հետևաբար երեխան պետք է լինի ինքնուրույն, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակում կարողանա ինքնուրույն այդ հարցերը կարգավորի։
Այո, ուզում եմ ու ամեն ինչ անում եմ դրա ուղղությամբ։ Դուք հավաքեցիք 15 միավոր 30-ից, սա ձեր պատասխանների հիման վրա ստացած արդյունքն է։ Ինչ եք կարծում, սա վկայում է ձեր երեխայի ինքնուրույն մարդ մեծանալու բարձր պոտենցիալի մասին։ Այսպես ասեմ, կարծում եմ հիմք ունենք, որ ինքը կմեծանա, կդառնա, քանի որ այս պահին էլ ինքը կարողանում է որոշումներ կայացնել, թեկուզ հենց առավոտյան ինքը ինչա ուզում հագնի։ Իրականում փառք Աստծո, երկու բալիկներս է տարիքային տարբերությամբ շատ ինքնուրույն են։ 30 բալից հավաքեցիք 16 բալ, ինչ եք կարծում։ Հաշվի առնելով հավաքած բալերի ընդհանուր քանակը, ձեր երեխաների ինքնուրույն մարդ մեծանալու շանսերը բարձր են թե ցածր։ Միջին այս դեպքում։ Եթե 30-ից 16-ն է, ուրեմն միջին։ Ինձ թվում է, որ բալերով չի որոշում այդ ամեն ինչը։ Կարծում եմ, որ բարձր են։ Կարծում եմ բարձր։ Արդյոք պետք է սպասել երեխային ինքնուրույնություն սովորեցնելու հարմար պահի, տարիքի, իրավիճակի, թե դա ծնողների համոզմունքների ու չգիտակցված ցանկությունների դրսևորումն է, որն արտահայտվում է առիթ-անառիթ։ Մարդիկ պարզապես ապրում են այդպես ու ակամա վարակում նաև երեխային լինել ինքնուրույն։ Ծնողական ժողովին միացել է հոգեբան Արմինե Վարդանյանը։ Բարև ձեզ, Արմինե։ Ողջույն։ Որ տարիքից եւ ինչպես խրախուսենք երեխային, որ լինի ինքնուրույն։ Մինչև երեխաների տարիքին հասնելը, հիշենք, որ ծնողավարության կարևորագույն նպատակը հենց ինքնուրույն մարդ ձևավորելն է, մարդ, ով կկարողանա նաև գործել, դրսևորվել, որոշումներ կայացնել նաև առանց ծնողների։ Տեսեք, ինքնուրույնության դրսևորումները երեխաները հավանաբար իրենց այսպես ստեղծման պահից ունենում են։ Այստեղ շատ կարևոր բանալի կա, բոլոր այն իրավիճակներում, որտեղ երեխայի համար սպառնալիքներ չկան, առողջությանը, կյանքին բնականաբար վտանգներ չկան, եւ երեխան կարող է ինքնուրույն գործել, թեկուզ թաթիկներ դնելով կանգնել կամ ինչ-որ խաղալիք վերցնել, ուտել ինքնուրույն, հագնվել, այստեղ մենք շատ ցանկալի է, որ երեխային թողնենք գործել ինքնուրույն։ Ուստի որևէ տարիք առանձնացնել շատ կդժվարանա մեզ առումով։ Կարծում եմ բոլոր ծնողները հասկանում են, որ կարևոր է երեխայի մեջ ինքնուրույնություն զարգացնել, բայց երբեմն չեն տիրապետում այն գործիքներին, որոնցով հնարավոր է դա անել։ Ինչպես խրախուսենք եւ զարգացնենք երեխայի ինքնուրույնությունը եւ արդյոք հնարավոր է դա անել հարկադրաբար։ Օրինակ, երեխան դեռ չի կարողանում կոչկել կոճակները հագուստի վրա եւ մենք նրան ստիպում ենք աշխատանք ենք տանում նրա այդ ուղղությամբ։ Այդպես պետք է վարվենք, թե սպասենք, որ գա ժամանակը եւ առհասարակ ինչպես մոտիվացնենք երեխային ավելի ինքնուրույն լինելու։ Երեխայի ինքնուրույնության զարգացումը եւ խրախուսումը այս պարագայում շատ կարեւոր է եւ իհարկե փոքրիկների համար շատ դժվար օրինակ կարող է լինել նույն հագուստը հագնել, կոշիկը կոճկել, շղթան բարձրացնել եւ այլն, այստեղ մեր խրախուսումը պիտի լինի երեխային չշտապեցնելը, եթե երեխան որևէ բան փորձում է անել, խրախուսել է այն փոքրիկ ձեռքբերումը, գուցե ինքը չի կարողացել մինչև վերջ շղթան բարձրացնել կամ հագուստը այսպես շատ կոկիկ հագնել, բայց փորձել է դա անել, Իսկ մենք ծնողներով միշտ շտապում ենք, նախընտրում ենք ինքներս հագցնել, որ չուշանանք դպրոցից ու մանկապարտեզից եւ մեր աշխատանքից։ Փաստորեն պետք է այդպես չանենք։ Խրախուսել է այդ փոքրիկ դրսևորումներ, բայց սրա մյուս կողմն էլ կա, այսինքն մեր պահանջները եւ այն ինքնուրույնությունը, որի մեջ երեխային դնում ենք, երեխայի կարողությունների սահմանում պետք է լինի, այսինքն ասել մի բան երեխային, որը ինքը դեռ պատրաստ չէ անել, մենք ճիշտ հակառակ կողմն ենք գնալու, այսինքն ինքը անդադ վախենալու է, անդադ տագնապելու է եւ խուսափելու է բոլոր այդ իրավիճակներից, որտեղ որ ինքը պիտի ինքնուրույնություն դրսևորի։ Այստեղ մենք ավելի շատ պիտի օգնենք, աջակցենք, որ այդ ոլորտում, որտեղ ուզում ենք տեսնել իր ինքնուրույնությունը, ինքը որոշակի հմտություններ եւ կարողություններ ձևավորի։ Հիմա առաջարկում եմ փոխենք մեր զրույցի, մեր քննարկման ընթացքը ու միանանք ծնողներին։ Համեցեք։ Սիրով։ Համեցեք։ Շատ օգտակար է երբեմն կանգ առնել եւ հարցեր տալ ինքդ քեզ։ Հիմա առիթ ենք տալու մեր ծնողներին հարցադրումներ հնչեցնել եւ քննել սեփական ծնողավարությունը եւ մյուսների։ Հուսով եմ մեր հեռուստադիտողները նույնպես կպատասխանեն այս հարցերին իրենց համար։ Հարգելի ծնողներ, այստեղ ծրարներ ունենք, խնդրում եմ փոխանցեք, որտեղ նախապատրաստել ենք հարցեր։ Պետք է ձեզ խնդրեմ, որ ծանոթանաք ծրարների բովանդակությանը, բարձրաձայն ընթերցեք այդ հարցերը։ Հետո միասին կվերլուծենք։ Ուզում եք փոխվել հարցերով։ Ես դեռ չեմ կարծել։ Ինչպես կարձագանքեք, եթե երեխան ասի, որ որոշել է տեղափոխվել արտերկիր սովորելու։ Ինձ թվում է այստեղ դեր է խաղում առհասարակ քո մոդելը երեխային լսելու եւ այն կոմունիկացիաները, որոնք որ դու փորձել ես փոխանցել, այսինքն եւ իմ համար
թե իմ համար որպես երեխա է միշտ շատ կարևոր եղել իմաստը, հիմնավորվածությունը ցանկացած կարելի կամ չի կարելի եւ նույն կերպ ես իմ երեխաներին, երբ որ ես ինչ-որ բան եմ ասում այսպես կամ այնպես, միշտ բացատրում եմ, երբևէ չի լինում, ինչ որ հարցեր կա, որ այսպես պետք է լինի, բայց հիմնական բացատրում ինչի չէ կամ ինչի արի այսպես անենք։ Արդեն այս տարիքում ձևավորված կլինի կամ շարունակի եւ ամրապնդված կլինի այդ մտածելակերպը, որ ինչուի հարցը հաստատ պատասխանը հաստատ կլինի, այսինքն դուրս, որովհետեւ կրթությունն է ավելի լավ կամ այն մասնագիտությունը, որ ընտրել է, այնտեղ է ավելի խորացված դասավանդվում, ինչպես կարձականքեմ շատ ուզում եմ առողջ արձագանքել, այսպես ասեմ։ Արմինե, թերևս այս հարցի պատասխանը երկու տարբերակ ունի, այո կմեկնես, ոչ չես մեկնի։ Փորձենք մեկնաբանել այս երկու պատասխանները ինչ են վկայում, ինչ են պատմում տվյալ ծնողավարման մոդելի մասին։ Տեսեք, միանշանակ, եթե մենք առանց հարցը քննարկելու, առանց վերլուծելու միանշանակ ասում ենք ոչ, սա ավելի շատ ավտորիտար ոճի մասին է եւ բնականաբար սահմանափակում է երեխայի ինքնուրույնությունը եւ շատ այսպես լուրջ վտանգի է ենթարկում ծնող-երեխա փոխհարաբերությունները։ Բայց մի հստակ ոնց որ բան առանձնացնենք մեզ համար, որ ինքնուրույնություն ամենևին չի նշանակում այսպես երեխային թողնել ինքնահոսի, հա, այդ ինքնուրույնությունը միևնույն է, որոշակի սահմանների եւ կանոնների մեջ են, որոնք մեր ընտանիքի, մեր որպես ծնող համար ընդունելի են, հա, եւ մեր ընտանիքի արժեհամակարգի մեջ են։ Եվ տեսեք, այս պարագայում ինքնուրույնության խթանումը ինչպես կարող է լինել։ Օրինակ, երեխան իրավունք ունի այդպիսի որոշում կայացնելու, հա, որ օրինակ արտերկրում ապրելը շատ կարևոր ոնց որ նախապայմաններ պիտի ունենա, հա, որտեղ ես ապրելու, ինչպես ես սնվելու, կացարանդ ինչպիսին է լինելու, սենյակումդ մարդիկ լինելու են, օրինակներ եմ ասում, հա, այն ամենը պիտի քննարկվի երեխայի հետ, ինչը տվյալ ընտանիքի համար ոնց որ կարևոր է, հա։ Սա էլ է ինքնուրույնության խրախուսում, դրդում ենք ինքնուրույն ուսումնասիրել, գտնել այդ կարևոր հարցերի պատասխանները, հա։ Գուցե երեխան ընտրել է այնպիսի համալսարան, որտեղ շատ մեծ ոնց որ վարձավճար է եւ օրինակ մեր ընտանիքը դրան պատրաստ չէ, սա էլ կարող ենք քննարկել, հա, երեխայի հետ եւ օգնել, որպեսզի ինքը գնա եւ հետազոտի ուսումնասիրի այդ բոլոր հարցերը եւ պատասխանի այն հարցին, թե ոնց է ինքը պատկերացնում դրսում արտասահմանում կրթություն ստանալը։ Եվ եթե դա տեղավորվում է մեր ընտանիքի պատկերացումների մեջ, ուրեմն այո, կարող ենք տալ այդ հնարավորությունը։ Շատ լավ, այստեղ մնում է ծնողներին հորդորել, որ այդ ինչուն եւ դրանից բխող հարցերը իրենց տան, վերլուծեն իրավիճակը, փորձեն օբյեկտիվ լինել եւ ըստ այդմ որոշումներ կայացնել։ Տեսնենք, թե ինչ կա Մկրտիչի ծրարում։ Ինչպես է գնահատում դժվարություններն առանց ձեր օգնության հաղթահարելու ձեր երեխաների կարողությունները։ Շատ զգուշ, որովհետեւ ինչ որ տարիքում կոշիկները կոչկելը դա դժվարություն է ու երեխան հաղթահարում է։ Չափից շատ գովալը կարա բերի նրան, որ երեխան ամեն կոշիկը կոչկելուց գա, ցույց տա ու իր նպատակը կլինի ոչ թե կոշիկ կոչկելը որպես առօրյա հմտություն զարգացնելը, այլ այո, ոնց որ էս արա, էս կստանաս, ու ինչ-որ բայի սկսեն այդ կոշիկները լավ կապած չլինել, որովհետև նպատակը բերել ցույց տալն է։ Դա մա շատ զգուշ, ինչ որ տարիքին համապատասխան ինչ որ բան անելուց բնականաբար ասում ես շատ ապրես, երկրորդ անգամ եթե էլի արեցի, իհարկե արեցի, որովհետև դու դա գիտեիր։ Դա համար չպետք է բարդեն, դու գիտեիր դա։ Դրա համար, հա, կարճ պատասխանը շատ զգուշ։ Շատ լավ, լսենք հոգեբանի մեկնաբանությունը։ Իրականում, եթե նույն գովքը եւ խրախուսանքը մենք արդյունավետ կերպով ենք կիրառում, ոչ մի վատ հետևանք չկա դրա մեջ։ Այսինքն, եթե մենք ուղղակի նկարագրում ենք, որ ընտիր ապայուսակդ, այսինչ լավ ես հավաքել, ամեն ինչ դրել ես իր տեղերում, ոչինչ չես մոռացել այսօր, եւ շատ ուրախ եմ դրա համար, սա որևէ ձևով չի կարող խանգարել, որ ամեն անգամ ինքը դա բերի, այսինքն եթե երկրորդ անգամ բերի, մենք սրան էլ պատասխան ունենք, որ կներես, բայց չեմ խրախուսել, որտեվ գիտեի, որ սա քեզ մոտ արդեն ձևավորված կարողություն է, հա, եւ այո, ցանկացած փոքր դժվարություն եւ երեխան իսկապես տեսնենք, որ ջանք է գործադրել, գուցե չունենք այն վերջնարդյունքը, որը ուզում ենք, հա, բայց ունենք փոքրիկ ձեռքբերումներ, դա խրախուսելը շատ կարևոր նշանակություն ունի, թե ինքնուրույնության, թե որևէ հմտության ձևավորման ու զարգացման հարցում։
Լսենք Անիի հարցը։ Ինչպես եք վերաբերվում այն բանին, որ ձեր երեխաները կայացնեն ինքնուրույն որոշումներ, եթե անգամ դրանք կարող են բերել սխալների։ Միանշանակ կարող եմ ասել, որ շատ լավ, նախ այն փաստը, որ երեխան ինքնուրույն է կայացրել տվյալ որոշումը, նույնիսկ եթե դա բերի սխալների, քանի որ հենց այդ սխալների արդյունքում էլ երեխան կարող է շատ կարևոր դասեր քաղել։ Այստեղ կարևորը կարծում եմ երեխան զգա, որ ծնողները իր կողքին են, ինչ էլ որ պատահի, եւ վստահում են իր ուժերին։ Տվյալ դեպքում երեխան շատ ավելի նպատակասլաց կլինի, ինքնաբուխ կլինի եւ հետագայում իհարկե կհասնի մեծ հաջողությունների կարծում եմ։ Ես կարծում եմ, որ բոլոր այն երեխաները, ովքեր մեզ հիմա հետևում են, այսպես ասում են, Երանի մեր մաման էլ այսպես ասեր, իհարկե, բոլոր այն դեպքերում, երբ երեխայի որոշումը, որը տանում է նաև սխալների կամ ինչ-որ հետևանքների, շատ ճակատագրական այսպես ազդեցություն չի ունենալու եւ վտանգներ չկան դրա մեջ, այո, կարող ենք նաև թողնել, որ երեխան ինքնուրույն որոշում կայացնի եւ տեսնի իր որոշման հետևանքները ու կրի նաև դրա Պատասխանատվություն միանշանակ։ Դա որքան հաճախ եք զգում, որ պարտավոր եք խառնվել ձեր երեխայի կյանքին։ Խոսեմ այտենց ակտուալ խնդրից, որը ինձ թվում է բոլոր ծնողները հիմա բախվում են, դա հեռախոսների թեման է, հեռախոսներ, համակարգիչ օգտագործելու քանակի եւ այլն։ Ինքնուրույնության մասին ենք եթե խոսում, մենք պայմանավորվել էինք իրար հետ, որ օրական այսքան ժամանակ դու հատկացնում ես հեռախոսների վրա, այսքան խաղերի վրա, բայց ինչ որ պահի ես հասկացա, որ այդ սահմաններում, այդ ինքնուրույնությունը երեխան չի կարող կառավարել։ Հետո ես հասկացա, որ այդ պատասխանատվությունից ես պետք է իրեն զրկեմ հակառակը։ Ես որոշեցի նստել իր հետ, զրուցել եւ միասին պայմանագիր կնքենք հենց բառացիորեն։ Մենք նստեցինք, գրեցինք կետերով, թե ոնց, ինչ դեպքում, ինչքան ժամանակ ամեն մի activity-ին պետք է խլի եւ դա խախտելու դեպքում ինչ հետևանքներ լինեն, սանկցիաներ, ինչ որ բաներ անել, հա, լրիվ լուրջ։ Իրան բացատրեցի, որ գիտես, ես քո վրա նենց մեծ պատասխանատվություն եմ դրել եւ ես հասկացա, որ դու դեռ այդ տարիքում չես, որ կարողանաս դա վերահսկել, ես քո վրայից հանում եմ այդ պատասխանատվությունը, վերցնում եմ իմ վրա։ Այսինքն հիմա եթե դա կարելի է բերել օրինակ, որպես կյանքի մեջ խառնվել եւ այդ ազատությունը սահմանափակել։ Հոգեբանը կօգնի մեզ հասկանալ։ Օգնեցեք։ Տեսեք, խառնվելը ինքնին ունի այդ բացասական երանգավորումը եւ այո, կարող են լինել նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ ծնողները շատ չափից շատ ներգրավված են երեխայի կյանքում եւ անընդհատ այդ հարցերով, հա, հարցախեղտ են անում, օրդ ոնց անցել, ինչ ես կերել, ինչ ես խմել, ում հետ ես խոսել, Պողոսի ինչ ասեց, Պետրոսին ոնց պատասխանեցիր, ճիշտը սա կլիներ, այսպես պետք է աներ եւ այլն, որ ասեք մենք նույնիսկ խոսելուց կարող է գլխապտույտ առաջանալ, հա, այսինքն այս խառնվելը այս իմաստով միանշանակ բացասական նշանակություն ունի եւ այսպես չարժի անել։ Կարող են լինել այսպես իրավիճակներ, բայց էլի ինքնամեղադրանքի փոխարեն, այ երբ հասկանում ենք, որ ոնց որ մի քիչ սահմանը անցանք, ոչ մեկ մեզ չի արգելում հետ գնալու երեխային ասել, կներես, ես ոնց որ մի քիչ չափ անցա, մի քիչ շատ հարցեր տվեցի, մի քիչ շատ բաներ ասեցի, ուղղակի շատ էի անհանգստանում, հա, օրինակ, եթե մոռանանք մեր զրույցը, եթե ես այս ամեն ինչի քեզ ասած չլինեի, դու ինքդ ինչ կանեիր այս իրավիճակում, ինչպիսի որոշում կկայացնեիր, ինչ ես մտածում անել, կամ որտեղից ես կարծում, որտեղից կարող ես քո հարցերի պատասխանները ստանալ, ելում կարող ես դիմել այս իրավիճակը հարթելու համար եւ այլն, հա, կախված իրավիճակից։ Ինչ վերաբերում է հեռախոսի նման իրավիճակներ, բնականաբար մենք կյանքում շատ կարող ենք ունենալ։ Եվ տեսեք, էլի հետ ենք վերադառնում նույն կետին, որ երեխային ինքնուրույնություն պետք է տալ այն դեպքերում եւ այն սահմաններում, երբ երեխան ունի ձևավորված որոշակի հմտություններ եւ կարողություններ այդ ինքնուրույնությունը վերցնելու համար։ Իսկ երբ նոր ենք ուզում զարգացնել, այո, մենք պիտի իր կողքը լինենք, պիտի ուղղորդենք, պիտի սահմանափակենք ըստ անհրաժեշտության, ճիշտ նույն կերպ, ինչպես խոսել ենք սովորեցնում, քայլել ենք սովորեցնում, հետո թողնում ենք, չէ, ինչ որ պահից ձեռքը փողոց անցնել ենք սովորեցնում եւ ամենատարբեր հմտությունները, որոնք որ երեխան սովորում է։ Այսքանով կարող ենք ամփոփել քննարկումը, իրավիճակներ էին, որ կարող են պատահել մեզ հետ ու մեզ դիտող ծնողների հետ, այդ իմաստով շատ օգտակար էր յուրաքանչյուրիս վերլուծությունը եւ մասնագետի մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր միացել եք ծնողական ժողովին։ Շնորհակալ եմ քննարկման համար։
Ազնիվ է ակնկալել, որ երեխան կկարողանա լինել ինքնուրույն, եթե ենթարկվում է հոգեբանական կամ ֆիզիկական բռնության, եթե պարբերաբար արժանանում է նվաստացնող գնահատականների, պիտակավորման, ոչ կառուցողական քննադատության։ Մյուս կողմից կարող է ինքնուրույնությունը արժեք համարել այն ծնողը, որը պարբերաբար ասում է իր երեխային. «Դու մարդ չես դառնա, դու ոչ մի բան ես, անհույս ես, չես կարող, արժանի չես»։ Հաջորդ տեսանյութը եւս մեկ փորձ է օգնելու ծնողներին գիտակցել երեխաների լավագույն շահերը եւ անել թեկուզ նվազագույնը դրանց հասնելու համար։ Որոշել երեխայի փոխարեն, ընտրել երեխայի փոխարեն, պատասխանել երեխայի փոխարեն։ Ծնողավարման այս մոդելն օգնում է խնայել ժամանակ, խուսափել երկար-բարակ բացատրական աշխատանքներից, ապահովագրվել սխալներից ու անախորժություններից, բայց այս բոլորը ծնողի մասին է, հարմար է ծնողին։ Այդօրինակ մարտավարությունը երեխային վաղ թե ուշ զրկում է ինքնուրույնությունից։ Նրանք դադարում են նախաձեռնել, վախենում են փորձել։ Այդ իրողությունը մասնագետները կոչում են սովորեցրած անօգնականություն։ Հասուն տարիքում բերում է ցածր ինքնագնահատականի, երբ որ մարդ չի հավատում իր ուժերին, չի վստահում ինքի իրեն, նաև չի վստահում աշխարհին, իր մոտ զգացողություն է լինում, որ ինքը չի կարող ինչ-որ բան անել ու այսպես ասած անօգնականության զգացում է ունենում, որն էլ կարաբերի շատ դժվարությունների կյանքում, անձնական կյանքում, աշխատանքի հարցում, ուրիշների հետ փոխհարաբերություններում, որովհետև ինքը չի զգում իրեն հավասար։ Ինչու է ծնողը զրկում երեխային ինքնուրույնությունից։ Բարդ թվացող այս հարցը հաճախ ունի պարզ պատասխան։ Ծնողը պարզապես կրկնում է այն, ինչ տեսել ու ապրել է իր մանկության տարիներին։ Ինքն էլ չի ունեցել ձայնի իրավունք ու մեծացել է համոզմամբ, որ դա հնարավոր միակ ճիշտ տարբերակն է։ Ծնողն ասում է, երեխան անում։ Երբեմն ծնողի համար երեխան դառնում է կյանքի պրոյեկտ ու իրենց համար շատ կարևոր է վերահսկել ամեն կերպ երեխային, որպեսզի այդ երեխայի միջոցով իրենց լիարժեք զգան, հետևաբար իրենք երեխային ամբողջ կյանքում իրենց շարունակություն են ընկալում։ Հանուն արդարության պետք է ասել, որ երեխային ինքնուրույնության հնարավորություն չտվող ծնողներից շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում, որ իրենց ընտանիքում ինչ-որ բան այն չէ, որ ակամա վնասում են երեխային։ Տագնապի ազդանշանները դառնում են տեսանելի այն ժամանակ, երբ երեխան հանկարծ ցուցաբերում է ագրեսիվ վարքագիծ կամ դառնում է խիստ ինքնամփոփ։ Նման իրավիճակներում մասնագետը խորհուրդ է տալիս սկսել բաց ու ազնիվ զրույցից։ Կարելի է երեխայի հետ խոսալ դրա մասին, պատմել իր զգացողությունների մասին, որ ես այդպես եմ անում, որովհետև ես ինքս եմ վախենում։ Արի սկսենք, այսպես ասած, նորից, արի փորձենք այլ կերպ ձևակերպենք մեր հարաբերությունները, այդ անկեղծ ընդունելությունից ու խոստովանությունից ու երեխայի հետ խոսելուց ամեն ինչ կարող է փոխվել շատ փոքր քայլերով։ Օրինակ, ինչ-որ փոքր տեղ ծնողը թույլ է տալիս, որ երեխան ինքը որոշի կամ ինչ-որ միտեղ չի վերահսկում այնպես, ինչպես առաջ էր վերահսկում։ Երեխային ինքնուրույնությունից չզրկելու, երեխայի առողջ ինքնագնահատականի ձևավորմանը նպաստելու համար ծնողները ոչ միայն պետք է թույլ տան, որ երեխան տարիքին, ուժերին, կարողություններին համարժեք ինքնուրույնություն ունենա, այլև պետք է չանեն այն գործողությունները, որոնք միանգամայն հաղթահարելի են երեխայի համար։ Երեխային ինքնուրույնությունից զրկելու պատճառները կարող են լինել եւ գիտակցված, եւ չգիտակցված։ Բոլոր դեպքերում հաճախ շատ դժվար է ծնողավարման սեփական մոտեցումները տեսնել ու գնահատել կողքից, հաշիվ տալ ինքդ քեզ, թե որտեղ ես սխալվել, ինչպես ես վնասում զավակիդ, ինչու եւ ինչպես վերանայել մոտեցումները։ Կարող է գիտակցումը կա, բայց հենց գործողությունների տեսակետից ծնողին շատ բարդ լինի այն առումով, որ իր անձնական խնդիրները, իր անձնական վախերը, գուցե իր անձնական մանկությունից եկող իրադարձությունները իրեն չեն թողնում, այդ պարագայում պետք է դիմել մասնագետի ու մասնագետի աջակցությամբ փորձել փոփոխություններ անել իր եւ իր երեխայի հետ հարաբերություններում։ Մեր մանկության տարիներին շատ տարածված էին բակային ճամբարները։ Ամեն ամառ գտնվում էր գոնե մեկ երեխա, որը նախաձեռնում էր ճամբարականների հավաքագրումը, առաջարկում էր ժամանցի տարբերակներ, նախաձեռնում էր ներկայացումներ, համերգներ, հրավիրում էր շենքի բնակիչներին ու հպարտ ընդունում իրեն հասցեագրված ծափերը։ Իմ մանկության տարիներին մեծահասակները չէին խոսում որոշումների կայացման գործընթացներում երեխաների մասնակցության մասին։ Մենք պարզապես ունեինք ազատություն տնօրինելու մեր ժամանակն այնպես, ինչպես մենք կորոշեինք։ Ինչպես է այդ պատկերը փոխվել համացանցի, սոցցանցերի, սեփական ձայնն աշխարհին լսելի դարձնելու հնարավորությունների պայմաններում։
Ծնողական ժողովին միացել է 8-րդ դասարանի աշակերտ Գոր Հովանիսյանը, նրա հետ էլ կփորձենք պարզել։ Ողջույն Գոր։ Բարև ձեզ։ Հետաքրքիր է թե դու որպես պատանի ինչպես ես գնահատում իրավիճակը, արդյոք մեծահասակները, ծնողները, ուսուցիչները բավականաչափ վստահություն ունեն քո հանդեպ, որպեսզի տան քեզ ինքնուրույնություն որոշումներ կայացնելու։ Ես երևի թե կփորձեմ ընդհանուր վերլուծել պատկերը, ինչ վերաբերում է ինձ, այդ վստահությունը կարծում եմ կա բավականաչափ, բայց օրինակ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինչ-որ խմբակների են ուզեցել հաճախել, բայց նրանց չեն թողել, կամ ընդհակառակը նրանք չեն ուզեցել, բայց տիպողաբար տարել են այդ խմբակներին։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, որովհետև եթե մարդ չի ուզում, պետք չէ նրան ստիպել, որովհետև ստիպողաբար ոչինչի չես ասնի ու երեխան պետքա հետաքրքրված լինի, ոչ թե ստիպել ասել այ դու պետք է գնաս այս բաների ու վերջ, այլ փորձել, եթե այդքան շատ ես ուզում, փորձել հետաքրքրություն մտցնել երեխայի ներաշխարհում ու միգուցե ստացվի։ Կարծում եմ կհամաձայնես, որ արգելքը հաղթահարելը նույնպես մարտահրավեր է եւ փորձություն։ Եթե ինչ-որ բան արգելում են ծնողները, ինչպես հասկացնել ծնողին, որ դու կարող ես, որ դու վստահության արժանի ես։ Նախ արգելքները հաղթահարելը մարդու կյանքում ցանկացած տարիքում շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև ամեն արգելք հաղթահարելուց դու քեզ ավելի վստահ ես զգում, իսկ վստահությունը ամենտեղ միշտ պետք է գալիս, իսկ ինչ վերաբերվում է արգելքներին, օրինակ ծնողների հետ պետք է բանակցել, բանակցությունը նա չէ, որ երեխային նստացնեն ինչ-որ աթոռի ու ամբողջ գերդաստանով ինչ-որ բան բացատրել, այլ ուղղակի թեկուզ ընթրիքի ժամանակ խոսել մի թեմայից, որը հուզում է եւ ծնողին եւ երեխային ու փորձել ընդհանուր հայտարարի գալ, ինչքան որ դժվար է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը միտված է նրան, որ պետք է երեխային դնել, բացատրել, սա է ճիշտը եւ վերջ, ուրիշ բան չկա, եթե մեծը ասում են։ Ես կողմ եմ, որ ինչ որ դեպքերում բնականաբար, եթե ինքը մեծ է, ունի ինչ որ կյանքի փորձ, ապա կարող է ճիշտ բաներ ասել, բայց ոչ միշտ։ Գոր, դու արդեն բավականաչափ մեծ ես եւ կարծում եմ մասնակցություն ես ունենում քեզ վերաբերող որոշումների կայացմանը ընտանիքում։ Արդյոք երբ ավելի փոքր էիր, օրինակ 10 տարեկան կամ 7 տարեկան, ծնողները քեզ հետ քննարկում էին քեզ վերաբերող հարցերը ու գալիս էիք համատեղ լուծման, համատեղ եզրահանգման եւ ինչպես է հիմա այսօր։ Ներկայումս բնականաբար ավելի շատ են իմ ծնողները իմ հետ քննարկում ինձ վերաբերող հարցերը, ոչ միայն ինձ վերաբերող, այլ ընտանիքին։ Օրինակ ես ծնողներիս հետ ներկայումս որոշում եմ, թե դպրոցն ավարտելուց հետո որտեղ եմ փորձելու իմ ուղին գտնել, իսկ երբ որ ավելի տարիքով փոքր էի, էլի զրուցում էինք երևի, բայց ոչ այդքան շատ, որովհետև իմ կարծիքով նրանք մտածում էին, որ դեռ փոքր եմ, այդքան կոպիտ ասած բան չեմ հասկանա, ինչքան որ հիմա ավելի լավ է։ Շնորհակալ եմ շատ, Գոր։ Մենք խոսում ենք երեխայի մասնակցության մասին իրեն վերաբերող որոշումների կայացմանը։ Թույլ տուր ես միանամ ծնողներին եւ նրանց հետ միասին շարունակենք այս թեման։ Ձեզ եմ շնորհակալ։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես, հարգելի ծնողներ, ամփոփելով այսօրվա մեր քննարկումը մեր երեխաների ինքնուրույնության մասին, եւս մեկ կարևոր հարց, որի պատասխանը ձեզնից ակնկալում եմ, որքանով են ձեր երեխաները մասնակցում ընտանիքում իրենց վերաբերող որոշումների կայացմանը։ Խնդրեմ Իննա։ Կարող եմ էլի օրինակով բերել, մի պահ կար, որ քանի որ երեխան երաշտական տաղանդներ եւ ուղղվածություն ունի, մտածում էի փոխել դպրոցը, հենց մասնագիտացված դպրոց տանելու համար, բայց իր հետ զրուցելուց հետո դա իր որոշումն էր, ինքը չուզեց փոխել, եւ ես գիտակցում եմ, որ իր բնավորության հետ էլ է դա կապված, քանի որ ինքը մի քիչ դժվար է փոփոխության գնում, բայց այնուամենայնիվ ես գնացի իր հետևից, իր որոշման հետևից, այսինքն կմնաց նույն դպրոցում։ Ես երևի կարող եմ հպարտ ասել, որ բոլոր որոշումներում ինքը մասնակցում է, սկսած ինչ գույնի կուզենաս լինի սենյակիդ պատը։ Պապաս հենց բան եմ տեսել, ֆոսֆորից, ես իմ իրական օրինակներ եմ ասում, ֆոսֆորից աստղեր են սենյակում բահանում, ուզում ես, իհարկե։ Կարող ենք, դա երեխայի հարցն է արդեն, որ արդեն գալիս է երկխոսության մասին է վկայում։ Բնականաբար կարող ենք, որտեվ երեխան ինձ թվում այդ տարիքում արդեն պետք է հասկանա, որ դա ուրիշ ֆակտորներից է կախված։ Դրա համար ամփոփելով հարցը ես հույս ունեմ կմեծանա հետո կնայի հաղորդումը կասի ճիշտ եմ թե ոչ, ինձ թվում է որ
99% հարցերում, որ առնչվում է երեխայի հետ, ինքը մասնակցություն ունի։ Ես ամեն ինչ իրենց հետ քննարկում եմ, իրենց տեղեկացնում եմ, նույնիսկ դպրոցներ օրինակ, հա, մենք իրար հետ են գնացել մի քանի դպրոց, բայց դա արվում էր նաև նրա համար, որպեսզի ես որպես ծնող եւ դպրոցը գնահատեմ եւ տեսնեմ իրենք իրենց ինչպես են այդ միջավայրում զգում։ Համարում եմ շատ կարեւոր իրենց հենց մասնակցությունը, այսինքն իրենց կարծիքը բարձրաձայնելը, տեսնել, որ իրենց լսում են, բայց ես վերջում բացատրում եմ, այսինքն այդ երկխոսության միջոցով բացատրում եմ, օրինակ ինչի էս դպրոցը չէ, ես էլ եմ հավանում, բայց այսպես տարբեր դեպքեր են եղել, երբ որ հասկացամ, որ իրենք են ճիշտ եղել ու միշտ պատրաստ եմ իրենց իհարկե ասել, որ իանում եմ, որ այս տարիքում կարող են դիմանալ եւ ի վերջո ճիշտ լինել, բայց կարծում եմ բարեկամ ավելի կարեւոր է հենց իրենց ցույց տալ, որ դուք մասնակցում եք, դուք չեք որոշում, բայց դուք մասնակցում եք։ Շատերին խորհուրդ կտամ ծնողներին, որ անպայման եւս հետևեն այսօրվա հաղորդման խորհուրդներին եւ երեխային դիտարկեն որպես առանձին անձ, անհատ, այլ ոչ թե հենց իրենց սեփականությունը, ով ունի խոսքի, կամքի իրավունք։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք եւ միասին իրականություն դարձրեցինք այս քննարկումը։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ ենք։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։